անկախության բանակի հիմնադիրներից։ Տիկին Եսայան, այսօր Աշոտ Նավասարդյանի հիշատակի օրն է։ Ձեր կարծիքով այսօր ինչպես պետք է ապրի յուրաքանչյուր հայ, որպեսզի արժանի լինի Աշոտ Նավասարդյանի թողած ավանդին եւ արդյոք այսպիսի Հայաստանի համար էր Աշոտ Նավասարդյանը պայքարում։ Շնորհակալ եմ հարցի համար եւ շնորհակալ եմ, որ այստեղ եք լուսաբանում եք, որովհետեւ մեր երկիրը, մեր պետությունը, մեր ժողովուրդը այսօր գտնվում է այնպիսի ողբերգական կործանարար իրավիճակի մեջ, որ ցանկացած նման խոսակցություն, ցանկացած հերոսների մասին, ցանկացած տեղեկատվություն շատ օգտակար կարող է լինել, որտեղ երկիրը այս իշխանությունները տանում են, գահավիժեցնում են դեպի կործանում։ Աշոտ Նավասարդյանը, երբ որ տարիներ առաջ ստեղծում էր Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, մեկ նպատակ ուներ՝ ունենալ, ստեղծել անկախ հայոց պետականություն, ազգային հայոց պետականություն, ուժեղ եւ կայացած հայոց պետականություն։ Եվ իր հիմնադրման օրվանից Հանրապետական կուսակցությունը գնացել է այս ճանապարհով եւ իր հաջորդ նախագահների եւ Վազգեն Սարգսյանի եւ Անդրանիկ Մարգարյանի եւ Սերժ Սարգսյանի կառավարման, ղեկավարման, կուսակցությունը ղեկավարման տարիներին երբեք Հանրապետականը չի շեղվել Աշոտ Նավասարդյանի եւ իր ընկերների գծած ուղուց։ Ցավոք սրտի մենք ստերեոտիպին որպես ժողովուրդ ինչ որտեղ սխալվեցինք, որ կարողացանք հնարավորություն տալ այս ոչ հայերին, այս հակահայերին, այս հակաազգային ուժերին վերցնել իշխանությունը եւ ես ուղղակի հույս ունեմ, որ մենք կկարողանանք այս իրավիճակը շտկել, որովհետեւ հակառակը, ինչպես միշտ եմ ասում, մեր երկրի կործանումն է։ Այսօր Աշոտ Նավասարդյանի գաղափարներով, նրա տեսլականով այո սերունդ է մեծանում։ Աշոտ Նավասարդյանի անվան միջնակարգ դպրոցը կամ ավագ դպրոցը այսօր դասիրակում է հենց այդպիսի սերունդ։ Այսօր մենք ունենք բարեբախտաբար մանկավարժներ, ունենք գիտնականներ, ունենք քաղաքական գործիչներ, որ Աշոտ Նավասարդյանի գծած ուղից չեն շեղվում եւ ամեն ինչ անում են սերունդներին այդ ուղով, այդ ոգով դաստիարակելու համար։ Աշոտ Նավասարդյանի գծած ուղու ապացույցն է նաեւ Արցախյան պատերազմում հայ ժողովրդի տարած 90-ական թվականներին հաղթանակը, հայ ժողովրդի տարած հաղթանակը նաեւ 90-ականներից հետո Արցախի կառուցումը, վերակառուցումը, Արցախի ամրացումը, հայոց պետականության ամրացումը։ Բոլոր իրավիճակներում ես Աշոտ Նավասարդյանին իրականում տեսել եմ առաջին գերագույն խորհրդում որպես падգամավոր եւ շատ լավ հիշում եմ, թե ինչպես էին այլ քաղաքական ուժեր, այդ թվում նաեւ այն ժամանակ ավելի շատ մեծ դիրք գրավող կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները ինչպիսի հարգանքով եւ ակնածանքով էին վերաբերում Աշոտ Նավասարդյան պետական քաղաքական գործչին, որովհետեւ իրենք էլ էին շատ լավ հասկանում, որ այն ուղին, որ գծում է Աշոտ Նավասարդյանը Հայաստանի անկախության առաջին իսկ օրերից, ճշմարիտ ուղի է եւ կարող է հայոց պետականությունը բերել, հասցնել տրամաբանական եւ հաղթական վիճակի եւ ամուր վիճակի։ Էլի եմ կրկնում, ցավոք սրտի մենք ինչ որտեղ բոլորս միասին սխալվել ենք, որ այսօր ունենք այս իրավիճակը։ Եվ լավ է, որ գիտակցում ենք, որ սխալվել ենք, իսկ երբ որ սխալը գիտակցում ես, կարողանում ես նաեւ գտնել այդ սխալը ուղղելու ուղիները։ Մենք հիմա այդ ճանապարհի վրա ենք։ Ես ուզում եմ հավատալ, որ այն սերունդը, որ այսօր մեծանում է նաեւ Աշոտ Նավասարդյանի գաղափարներով, վաղը Պարզերես կանի մեզ եւ մենք այդ գործում պիտի իրանց օգնենք, պիտի կանգնենք այդ նոր սերնդի կողքին, որպեսզի թույլ չտանք, որ Հայաստանի պետականությունը, հայկական պետականությունը վերջնականապես կործանվի։ Մենք սա անելու ենք եւ այսօրվա մեր այցելությունը եւ երիտասարդների այցելությունը, դպրոցականների այցելությունը Եռաբլուր, մեր հերոսների շիրիմներին, Աշոտ Նավասարդյանի շիրիմին, Վազգեն Սարգսյանի բոլոր հերոսների շիրիմներին հենց դրա վկայությունն է, որ ժողովուրդը իր հիշողությունը չի կորցրել։ Ժողովուրդը չի կարող հիշողությունը կորցնել, որովհետև իր հերոսների անցած ճանապարհով պիտի ինքը գնա, որպեսզի հասնի ազատ, անկախ, միացյալ Հայաստանի, ինչպես երազում էր Աշոտ Նավասարդյանը։ Շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։